Սա ինչ հանրահավաք է եւ ինչու 1 տարի ու կես անց տեղի ունեցավ այս ամենը։ Նախ ասեմ, որ 1 տարի ու կես չի, մենք էլի ենք նման ակցիաներով հանդես ենք եկել եւ միջոցառում ենք արել, եթե հիշում եք անցած տարվա մարտին նույնպես մենք հանրահավաք ունեինք, այս ամբողջ ընթացքում մենք լուրջ էինք, մենք անընդհատ նամակներով դիմում էինք կառավարությանը, բոլոր պատգամարմիններին, բայց միշտ ստացել ենք դրագուժ դրական պատասխան, մերժողական ավելի շուտ պատասխաններ, հիմա հասունացել է պահը, երբ մենք պետք է արդեն ավելի բազմաձայն բարձրաձայնենք այդ մասին։ Եվ այսօրվա հանրահավաքը նախորդներից տարբերվում է իր բազմամարդությամբ։ Ակնկալում ենք, այո, մեկ ակնկալում ենք, որ պետք է բազմամարդ լինի, հետևելով լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան էջերին, մենք տեսանք, որ մեզ շատ են արձագանքում, ճիշտ ասած ուրախալի է, ինչքան շատ, այնքան շատ ավելի կարևոր, գիտեք, ձայն բազմած ձայն Աստծո, պետք է որ հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, հավանաբար գիտեք նաև, որ մենք բարձրաձայնելու ենք 4 հիմնական խնդիրների մասին, դրանք մեր պատմամշակութային ժառանգության պահպանությունն է, դրանք մեր գերիներն են, դրանք սոցիալական հարցեր են եւ այդ ամբողջի հանրագումարը մեր հավաքական վերադարձը, որը բոլորիս համար կարծում եմ կարևոր է։ Ինչպես եք պատկերացնում վերադարձը։ Վերադարձը, ուրեմն Գենեզիս Արմենիան խնդրել էր այդպես տեսակետներ արտահայտել, ես մի 13 կետով գրել եմ ներկայացրել, այս պահին չեմ կարող ասել այդ բոլոր կետերը, ունեմ իմ կարծիքը եւ գտնում եմ, որ մենք գիշեր-ցերեկ պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Այսինքն պատկերացնում եք։ Միանշանակ, ով չի պատկերացնում, ամոթ նրան։ Ասում են քաղաքական ենթատեքստ չի ունենալու այսօրվա հանդիպումը։ Գիտեք, բոլոր սոցիալական խնդիրների ենթատեքստում միշտ էլ քաղաքականը կա, բայց մենք փորձում ենք այս պահին գոնե մի քիչ քաղաքականից հեռանալ, սկզբից մարդկանց սոցիալական խնդիրները, ավելի կարևոր առաջնային հարցերը եւ վերջում արդեն իհարկե նաեւ քաղաքականը։